Երեկո հարգելի ընկերներ, գործընկերներ, տեղի ունեցավ գործադիր մարմինիստի ընթացքում քննարկվեցին թե հետեւական զարգացումներ, ներքաղաքական զարգացումների հետ կապված հարցեր եւ թե նաեւ Երևանու ավականու նախընտրական ցուցակի հետ կապված խնդիրներ։ Նախ եւ առաջ պետք է ասեմ, որ կուսակցության գործադիր մարմինը հավանության արժանացրեց իմ այսօրվա մեկնաբանությունը կապված մեր գործընկեր Շուշան Պետրոսյանի հետ։ Ես տարածել եմ հաղորդագրություն եւ կարծում եմ բոլորդ արդեն տեղյակ եք եւ գործադիր մարմնի բոլոր անդամներն են այդ կարծիքին։ Ինչպես գիտեք, հայտարարությունից առաջ նաեւ մեր կուսակցության փոխնախագահ պարոն Աշոտյանն է բացնամակով դիմել մեր սիրելի Շուշան Պետրոսյանին։ Այդ իմաստով ես ևս մեկ անգամ պետք է ասեմ, որ Շուշանը մեր անկախ Հայաստանի, մեր ժամանակների լավագույն տաղանդավոր արվեստի գործիչներից է, մեծ հայրենասեր, որ իր կենսագրությամբ է ապացուցել իր նվիրվածությունը մեր հայրենիքին եւ մեր ժողովրդին։ Անդրադառնալով Երևանով ավական ընտրություններին, պետք է ասեմ, որ քննարկեցինք կուսակցության համամասնական ցուցակը։ Դուք արդեն տեղյակ եք, որ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը կզբաղեցնի աշխարհահռչակ շախմատիստ, միջազգային գրոսպայսեր, մեր կողմից շատ հարգված Սմբատ Լպուտյանը եւ երրորդ համարը երրորդ հորիզոնականը կզբաղեցնի պրոֆեսոր, ճարտարապետ, ռեկտոր իմիկվա այս պահին Հովհաննես Թոքմաջյանը։ Դերևս այդքան։ Մեր ցուցակը միշտ մտավորական է, եթե դուք կարծում եք, որ Մարտին Վարդազարյան, Արա Երնջակյան, Լևոն Իգիցյան մտավորականն է, հավաքանու ցուցակը մտավորականները եղել են եւ հիմա էլ կարծում եմ կլինի մտավորականության եւ քաղաքական գործիչների շարժան։ Ես ասեցի 3 հոգու անուն եւ 3 հոգու անունը ես ասեցի ցտակ ներկայացրեցի։ Գայիկ Բեգլարյանը այսօր կապի եւ տրանսպորտի նախարարն է եւ կարծում եմ հաջողությամբ իրականացնում է պարտականությունները։ Բնականաբար առաջին 3 տեղերը չեն վերանայվի, իսկ քանի որ որոշում դեռևս վերջնական չկա, վերանայման մասին խոսելն էլ կարծում եմ ավելորդ է։ Մենք վերջնական ցուցակ չունենք, ունենք ցուցակի պատկեր, որը դեռևս քննարկվում է, եւ կարծում եմ, երբ որ ամբողջական ցուցակը կլինի, մենք ձեզ ամբողջական պատկերը կներկայացնենք։ Բայց ես ցուցակի դրամաբանությունը ասեցի, առաջին 3 համարները հստակեցի։ Մենք գնալու ենք գործող քաղաքապետի գլխավորությունը եւ երկրորդ եւ երրորդ հորիզոնականները արդեն ձեզ բարձր։ Պարոն Շարմազանов, վերջերս Եվրոպական 3 Հայազգային կոնգրեսը հայտարարեց, որ լավ կլինի, որ ընդդիմադիրները գնան միասնական եւ այլն։ Վտանգներ չեք տեսնում, արդյոք այս համախմբումը, որին որ դեմ չեն, թե դաշնակները, թե ժառանգությունը վտանգ չի ներկայացնի հանրապետականի համար։ Առաջին անգամ չէ, որ մեծ մասը միավորվում են հանրապետականի դեմ, բայց հանրապետականը կողմ է քաղաքական մրցակցությանը եւ վտանգները քաղաքական կատեգորիա չեն եւ մենք ազատ արդար մրցապայքարի կողմնակիցներ ենք։ Դա իրենց ներքին խնդիրն է, ով ու մենք կմիավորվի, մենք երբեք որևէ մեկի դեմ չենք միավորվում, մենք այս ընտրություններին, ինչպես բոլոր ընտրություններին գնալու ենք հանուն գաղափարով, որպեսզի ավելի լավ քաղաք ունենանք մի քանի տարի անց։ Նկատի ունեմ այդ համախմբումը արդյոք չի նպաստի, որ հանրապետականը չի հայտնվի ավականու ցուցակներում ընդհանրապես, չի ընտրվի։ Ես դուք հավատում եք ձեր հարցին։ Դուք կարծում եք, որ այսօր կարծում եք, որ կմիավորվեք։ Դուք իրար եք արդեն հաստատել։ Ես ասեցի, կմիավորվեն, չեմ միավորվում, դրանք իրենց ներքին խնդիրներ են։ Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ինքն է որոշում իր մարտավարությունից ելնելով միավորվի, թե չմիավորվի կամ ինչպիսի ցուցակով հանդես գա։ Սրանք ընտրություններ են, մեր Մայաքաղաք Երևանի համայնքային ընտրություններն են, եւ մենք կարծում ենք եւ համոզված ենք, որ ճիշտ աշխատանքի դեպքում մեր գործող քաղաքապետի գլխավորությամբ եւ մեր ավականների այս ցուցակով մենք կարող ենք
հասնել շատ լուրջ հաջողության։ Եվ ևս մեկ անգամ գտնում եմ, որ այո, ճիշտ աշխատանքի դեպքում եւ մեր թիմի համախմբված աշխատանքի դեպքում հանրապետական ունի բոլոր շանսերը, որպեսզի մայիսի 5-ին արձանագրի ևս մեկ հաջողություն։ Իսկ ով է ներկայացրել տեխնացուների Ուսանողական գործադիր մարմինն է քննարկել։ Մեր մոտ ամեն ինչ հրապարակային է, մենք քննարկում ենք յուրաքանչյուր գործադիր մարմնի անձամբ։ Մենք ներկայացրել ենք, բնականաբար, քննարկել ենք, դա քննարկման արդյունքում է։ Ինչ վերաբերում է այդ հարցին, պետք է ասեմ, որ դա կատարյալ անհետեւություն է։ Մեր ուսանողական գործադիր մարմինը ամբողջությամբ կողմ է քվեարկել եւ արտահայտել եւ միասնական աշխատելու, որպեսզի Կարո Մարկարյանի գլխավորությամբ մենք հասնենք մեր թիմը հաջողության։ Եվ բոլոր այն վերույրանքները, անհետեթ բամբասանքները, որոնք իբր թե մեր ուսանողության այս կամ այն գործիչը, այդ ուսանողության նախագահի դեմ է արտահայտել կամ ցուցականում, դրանք ծիծաղելի եւ զավեշտալի իրեր։ Եվ այս անգամ պաշտոնապես հայտարարում են, որ ուսանողության գործադիր մարմնի բոլոր անդամները կողմ են արտահայտվել եւ քվեարկել միաձայն Կարո Մարկարյանի տեխնիկական օգուտին։ Ինչ վերաբերում է երկրորդ եւ երրորդ համարներին, ապա ևս մենք քննարկել ենք եւ գտել ենք, որ թե Սումբա դպրոցյանը, պարոն Թոքմաջյանը այն հեղինակավոր մարդիկ են, ովքեր որ կարող են իրենց նման ներդնել մեր մայրաքաղաքի խնդիրների նման։ Ես կարծում եմ, որ նախագահ Սարգսյանը եւ իր քաղաքական թիմը բարեփոխումները սկսել են ոչ երեք եւ ոչ այդ 2 օր առաջ։ Մենք այս տարիների ընթացքում իրականացնել ենք շատ լուրջ բարեփոխումներ եւ այդ հենց այդ բարեփոխումների արդյունքում է, որ մեր հասարակության 59%-ը կամ քվեարկողների 59%-ը կողմ է քվեարկել նախագահ Սարգսյանը։ Դա շատ լուրջ վստահության պաշար է, շատ լուրջ վստահության պաշար է եւ մենք պետք է, երբ որ մենք խոսում ենք 37%-ի մասին, ովքեր որ չեն քվեարկել, մենք պետք է հարգանքով վերաբերենք նրանց կարծիքին, բայց նաև պետք է ընդունենք, որ այս դժվարին սոցիալ-տնտեսական պայմաններում մեր հասարակության շուրջ 59%-ը իրենց խնդիրների լուծումը կապում է գործող նախագահի հետ։ Եվ այո, դեպի ապահով Հայաստան ծրագիրը, դեպի ապահով Հայաստան ծրագիրը դա ամբողջությամբ բարեփոխումների ծրագիր է։ Այլ հարցեր։ Մի հարցել ես կամ մեթոդոլոգիա կառավարության կազմի փոփոխություն հնարավոր է, հնարավոր չէ մասնավորապես վարչապետի հետ։ Նման օրակարգում նման հարց չի քննարկվել եւ մեր օրակարգում նման հարց չկա։ Դա հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակներում է։ Պետք է դանդաղ շտապել, երբ որ ժամանակը գա, օրենքով սահմանված կարգով կիմանաք նոր կառավարությունը ովքեր են ձևավորելու, որ գործիչներն են լինելու։ Մենք առայժմ մեր գործադիր մարմնի նիստի ընթացքում նոր կառավարության ձևավորման հարց չենք քննարկել։ Նոր կառավարության ձևավորման հարցը կքննարկենք օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներով։ Լավ, պարոն Շարմազանов, Ռաֆի Հովհաննիսյանի այս գործողությունները եւ այլն, ինչ եք մտածում, դեպի ուր կտանեն երկիրը եւ արդյոք որևէ տեղ կարող են տանել, թե այս ալիքը գնալով կմարվի։ Ինչ եք զարմանում, որ նորմալ ժողովրդավարական երկրներում կա ընդդիմություն։ Մենք պետք է զերծ մնանք այդ բոլշևիկյան կոմունիստական գաղափարախոսություն։ Բայց այդ ընդդիմությունը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Այդ ընդդիմության բոլոր երկրներում է ընդդիմությունը քննադատում է, ընդդիմությունը քննադատում է իշխանություններին։ Եվ ընդդիմությունը նրա համար է, որպեսզի քննադատի։ Իսկ այդ ընդդիմությունը ինքը չգիտի ինքը ինչ է ուզում։ Ինքը չգիտի ինքը ինչ է ուզում, որովհետև ինքը ռազմավարություն դեռևս մշակված չէ։ Սա փաստ է, որովհետև եթե խորհրդարանական ուժերը մի բան իր խորհրդարանական ֆրակցիան ժառանգությունը առաջարկում է մի բան, նրանք ուժեղեն այլ բան։ Եվ բնական է 37% զայն է ստացել, մարդիկ պետք է տակ պահեն իրենց անդրազանգվածը, որպեսզի կարողանան ավելի ագրեսիվ դեր ունենան Երևանի ավանդական ընտրություններում։ Իսկ այն, որ ընդդիմությունը պետք է քննադատի, իշխանությունը պետք է աշխատի, դրան պետք է շատ նորմալ վերաբերել, ամբողջ աշխարհում այդպես է։ Պարզապես ես կուզեի, որ Ռաֆի ոչ թե կուզեի, ճշմարտությունը հետևյալն է, որ բոլոր երկրներում ժողովրդավարական կա ավանդույթ։ Պարտված տեխնացիոն շնորհավորում է հաղթող տեխնացիոնին եւ շարունակում է քննադատել։ Իսկ մեր մոտ կա չգրված շատ վատ օրենք։
Եթե դու ընդդիմություն ես եւ շնորհավորում ես հաղթող նախագահին, քեզ հաջորդ վարքյանին բազմաթիվ պիտակներ են կպցնում։ Դա ժողովրդավարության կապ չունի։ Ալբերտ Գորը ընդամենը 3 ձայնով է պարտվել։ Ընդամենը 3 ձայնով։ Այդ շնորհավոր եմ։ Եվ դες բազմաթիվ օրինակներ կարող եմ ասել։ Հիմա խնդիրը համահարական դատարանում է, ես չեմ ցանկանում քաղաքական շատ մեկնաբանություններ անել։ Համահարական դատարանում երկուշաբթի օրը այդ լսումները կգնան, դատական process-ը կգնա։ Ես կարծում եմ, որ մենք բոլորս որպես օրինապակ քաղաքացիներ պետք է ենթարկվենք համահարական դատարանի վճռին։ Անկախ նրանից դա ինձ դուր կգա, դուր չի գա, Պողոսին կամ Պետրոսին դուր կգա, թե չէ։ Իրավական եւ ժողովրդավարական պետության ճանապարհը այդ ճանապարհը չկա, մնացած ճանապարհները տանել են։